Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը եւ այսօր մեր հյուրն է քաղաքագետ Նարեկ Սուքասյանը։ Բարև ձեզ, Նարեկ։ Բարև։ Շատ շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Նարեկ, հայ, ռուսական չասեմ հարաբերություններ, որտեղ շատ ավելի լայն կոնտեքստ կլինի։ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ եւ վերջին շրջանի խնդիրներ։ Մեր տաղավարում ավելի շատ հյուրընկալում ենք տնտեսության ոլորտի ներկայացուցիչներին եւ նրանք թիվ առ թիվ նշում են խնդիրների մասին, բայց բոլոր զրույցները տանում են ինչ որ մի կետ, որ հասկանում ենք, որ այստեղ վերջանում է տնտեսությունը եւ սկսում է քաղաքականությունը եւ տնտեսական լծակներով, տնտեսական ձևերով հնարավոր չի հարցել ուծել։ Նախ ձեր դիտարկումով ինչ է տեղի ունենում, որովհետեւ կհիշեք, ընտրություններից առաջ սկսվեցին ինչ որ սանկցիաների շարք եւ խոսակցություններ կային, որ հանգիստ եղան։ Ընտրություններից հետո կավարտվի, ոչինչ չի ավարտվում, այսինքն ինչ որ բան է տեղի ունենում, որը կապված չի բուն ընտրական օրակարգի հետ, այլ շատ ավելի խորն է։ Խնդրեմ։ Սկսեմ Մեղայականից, որովհետև ես էլ այն մարդկանց շարքից, ովքեր ասում են, որ ընտրություններից հետո դեէսկալացիա կլինի այս հարաբերությունների, որովհետև հենց էսկալացիան լարումը տեղի ունեցավ ընտրական կոնտեքստում։ Երևի թե կար նաև ակնկալիք իմ մոտ համենայն դեպս, որ իշխանությունը կվերընտրվի առանց որևէ լուրջ լեգիտիմության խնդիրների ու մի քիչ տարօրինակ էլ կլինի հրաժարվել աշխատել այդ կառավարությունը, որովհետև մի կառավարության հետ պետք է աշխատել։ Ընտրությունների անցկացումը եւ դրա արդյունքները օբյեկտիվորեն հարցեր առաջացրեցին անկախ դիտորդների մոտ, թե հենց բառիս ուղիղ իմաստով են դիտորդների, որոնք այդ առաքելություններն են անում, եւ թե իրավունքի գերակայության, օրենքի գերակայության զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ում մոտ շատ հարցեր առաջացրեցին որոշումը Բարգավաճ Հայաստանի դուրս թողնելը այն վերակվյարկություն չնշանակելը կոնկրետ տեղամասերում եւ այլն ու Ռուսաստանի համար այս Ռուսաստանի համար, որը փորձում է բոլոր քաղաքական գործընթացները փաթեթավորել իրավական գործընթացների մեջ, այսինքն հոդե մենք ինչ որ վերաբերմունք չի որ ունենք ցանկացած հարցի վերաբերյալ դա լինի հենց երկրի ներսում ես նկատի ունեմ, դա լինի ինչ որ գործարարի ունեզերկումը Ռուսաստանում, դա լինի ինչ որ միջազգային պարտավորության կատարումը կամ չկատարումը, դա լինի ցանկացած ներքաղաքական գործընթաց հղում է կատարվում իրավական մեխանիզմի, ընդդիմադիրների հայտնի լեգալիստ է, այո։ Ընդդիմադիրների հետ անգամ տեղի ունեցող գործողություններ շատ խիստ իրավական բաների մեջ է տրվում, տերմինների փաթեթավորման։ Կարծում եմ նաև նույն վերաբերմունքը տեսանք այստեղ, այսինքն այն խնդիրները, որոնք իրոք անգամ անկախ դիտորդները ունեն այս ընտրությունների տեսանկյունից, իրենք այդ իրենց շահերից եւ իրենց դիտանկյունից գործիք հայնացրեցին ու այդ կասկածը օտում կախած պահեցին, օրինակ սկզբում այդ շնորհավորանքի թեման էր, չէ, չարչերկվում, որ չի շնորհավորում, դե իրենք ասում էին, թե հələ ինչ է շնորհավորենք, ընտրության արդյունքները ամփոփված են 1 հələ ազգային ժողովի նիստը առաջին հրավիրված չի, վարչապետը նշանակված չի։ Նո, այդ արդեն եղել է, բայց տեսնենք, վաղ թե ուշ այդ շնորհավորանքը կլինի, թե չէ, բայց դա էլ չէ։ Չուրճացնենք, արձանագրեցինք, որ շնորհավորանքի հետաձգում կա, այդ կարծում եմ այդ արդեն այն հետևություններ, որը արժի քաղել այս ամեն ինչից։ Հիմա գալով ավելի բուն թեմային, թե այս սանկցիաները ու թե ուր են գնում ոչ թե հայ-ռուսական, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, որովհետև այդտեղ խոսում ենք պետությունների, այլ ոչ թե պատմաքաղաքակերտական եւ այլն։ Կարծում եմ այստեղ երկու թրիգեր է եղել Ռուսաստանի համար, որը համենվել է ընտրություններով, իր տեխնացուների կամ նախընտրելի տեխնացուների մրցապայքարի մեջ լինել չլինելով կամ իրենց անհաջողություններով, բայց այդ երկու թրիգերները ոչ թե ընտրություններից են դուրս եկել, այլ ընտրությունները ուղղակի այդ
արագացրեցին այդ գործընթացը կամ կատալիզատոր տարան։ Երկու գործընթացները, մեկը ու երկուսն էլ կարմիր կիզ Ռուսաստանի համար, կարծում եմ, որ մեկը Հայաստանի ինստիտուցիոնալ աշխարհաքաղաքական պատկանելությունն է, բարձ ձևով ասած ԵԱՏՄ թե Եվրասիական տնտեսական միություն, եւ երկրորդը իր ռազմավարական ենթակառուցվածքների անվտանգությունը կամ սեփականությունը։ Առաջինը դե ԵՄԵԱՏՄ, երկրորդը երկաթգծի մասին է։ Կարծում եմ ավելի սուր էր ապրիլի 2-ին 10-ում հրապարակված Օվերչուկի հոդվածը այն հսկայական լավաշը, որը երկաթգծի մասին էր, քան ապրիլի 1-ի Պուտին-Փաշինյան հանդիպման սուր անկյունները։ Միանշանակ։ Որ այդ հոդվածն բնականաբար այդ մի գիշերում չգրվեց, այդ խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են, թե ինչ բովանդակություն ունի այսօրվա լարվածությունը, վերադառնալ 10-ում հրապարակված այս տարվա ապրիլի 2-ի հոդվածին։ Ինչ են սրանք իմ համար, կարծում եմ, կարևոր կարմիր գծեր հենց Ռուսաստանի համար ու Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Վերջին տարիներին 20 թվականից սկսած, բայց հատկապես 22 թվականից սկսած, երբ արդեն ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցումը եւ դրան հաջորդող գործընթացներ ու նաեւ ԵՄ-ի հետ ու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սերտացումը հենց այդ կետից սկսվեց, երբ սեպտեմբերյան մարտերից հետո ադրբեջանական ագրեսիայից հետո Ռուսաստանը չդրսևորեց այն դաշինքային քաղաքականությունը, որը Հայաստանում իրենց ակնկալում են։ Մենք անընդհատ սպասում ենք, հալավ Հայաստանը այսքան հեռվանում է ու այնքան մոտենում արևմուտքին, հա, եթե այդ կար այդ ու նաև մարդիկ կան, որ ասում են այդ չէ, շղարշային է, բայց հիմա ընդունենք, որ այդ կա։ Ռուսաստանը չէր արձագանքում։ Այն ձև, այսինքն այս ոնց որ արձագանքում է հիմա, որը շատերս ակնկալում էինք։ Շատ քայլեր կային այնտեղ, որ այդ 4 տարիների ընթացքում որ կարծես թե կարող էին ավելի սուր արձագանք ունենալ Ռուսաստանի կողմից, բայց չունեցան։ Իմ կարծիքով Ռուսաստանը այստեղ անցել էր պարզ լեզվով ասած ինչ որ էկոնոմ ռեժիմի, նպատակ ունենալով պահել իր կարմիր գծերը, այդ կարմիր գծերից անդին մանր մուներ բաներին վրա չկենտրոնանալով, որոնք են կարմիր գծերը, որ Հայաստանը մնա այս օրբիտայի մեջ, այս ծիդի մեջ, որը ապահովում է Եվրասիականով, իր ռազմավարական ենթակառուցվածքները մնան այստեղ, դա լինի էներգետիկ ներկայությունն է, դա երկաթգիծն է, նաև ռազմական ներկայությունը եւ այլն, հա։ Ու քանի դեռ այս բաները կան, Հայաստանը ռազմավարական առումով, այսինքն լուրջ առումով չի կարող լքել ռուսական ազատության գոտին։ Եթե դու ԵԱՏՄ-ի մեջ ես, դա ինքնաբերաբար քեզ թույլ չի տալիս այլ մաքսային տնտեսական գոտու մեջ լինելը իրավականորեն։ Եթե դու Հայաստանում ունես ռուսական ռազմաբազա, ապա դու չես կարող ունենալ այլ պետության ռազմաբազա այս քաղաքական առումով, բայց իրավական առումով անգամ, քանի դեռ Հայաստանը ուզում է սառեցրած լինի, ուզում է մումիա սարքած լինի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, եթե Հայաստանը հրավիրի այստեղ այլ պետության ռազմաբազա, ըստ ՀԱՊԿ-ի կանոնադրության պետք է լինի ՀԱՊԿ-ի կոնսենսուս դրահարցում։ Հայաստանում կլինի ռազմաբազա, առնվազն իրավական առումով, քանի դեռ ՀԱՊԿ-ում թույլ չեն տա, չի լինի։ Այսինքն այս առումով էլ անհանգստանալու կարիք չկա։ Ենթակառուցվածքներ այլ էներգետիկ անկախությունը կարծում եմ ընդհանրապես քննարկելու առիթ չկա, որովհետև Գազպրոմի մոնոպոլիան Հայաստանում, թեև մենք ունենք էլեկտրաարտադրության գերարտադրություն ունենք անգամ ինչ որ հանգամանքներում, բայց չպետք է մոռանանք, որ մեր ատոմակայանի հումքը որտեղից է գալիս ու այն թե ջերմաէլեկտրակայանները ինչ գազ են այրում էլեկտրականություն ստանալու համար։ Էլի ունենք այդ կարծես թե ավելցուկը, բայց հիմքերը մի քիչ ուրիշ տեղ են տանում։ Եվ վերջինը, եթե խոսք է գնում Հայաստանի մի քիչ ցենց ավելի մակրո ձևով ասենք, հարևանների հետ հարաբերությունների կարգավորում, որն էլ ենթադրում է ինչ որտեղ առևտրատնտեսական ավելի ավտոնոմ կարգավիճակ։ Պետք է լինեն սահմանները բաց, որ առևտուր անես, իսկ առևտուր անելու համար պետք է ունես ենթակառուցվածք, որով այդ ապրանքները եւ ծառայությունները կգնան։ Դրա համար
մասամբ գոնե ինչ է անհրաժեշտ երկաթգիծը կոնցեսիոնումն է Ռուսաստանը այսինքն քանի դեռ այս շրջանակները կային եւ պահում էին Հայաստանին կարծես թե անելանելի վիճակում շատ հեռու գնալ չկարողանալու վիճակում ապա պետք չէ Ռուսաստանին շատ անհանգստանալ դիմել ինչ որ կենտրոն գործողություններ երբ իր ջանքերը եւ ռեսուրսները շատ ավելի անհրաժեշտ էին այլ ճակատներն էլ բարձր Հիմա երբ այս շրջանակներից առնվազն երկուսը այս կարմիր գծերը սկսեցին կարծես թե տարորվել հələ չեն էլ հատվել շատ ավելի սուր արձագանք տեսանք ու նաև այս արձագանքի համար ընտրությունը տվեց այդ պատուհանը որը թույլ տվեց մտնել այս պոլեմիկայի մեջ այն չի որ առանց դրա անհնար կլիներ բայց ամեն դեպքում սա հեշտացրեց սրանք են կրկնելու համար այն որ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը այդ թվում Հայաստանի իշխանության դիսկուրսում դարձավ կարծես թե առավել առարկայական, որովհետև եթե մինչ այս խոսվում էր հադը եթե մի օր նման հարց ծագի ընտրելու այդ ժամանակ որոշում կկայացնենք այսինքն հարցը ձևակերպվում էր եթեի կոնտեքստում այսինքն չկա այդ հեռանկարը բայց եթե լինի հա վերջին ամիսներին այս դիսկուրսը դարձավ ոչ թե եթե այլ երբ որ լինի այդ ժամանակ էլ որոշում այսինքն մենք ուղղությունը ընտրել ենք այսօր էլ կառավարության ղեկավարը ԵԱՏՄ կառավարություններին ասում է որ մենք ստեղծում ենք այդ ալտերնատիվան որին գնում ենք այսինքն գնում ենք այդ դա ստեղծելուն նպատակը կա նաև թե երբ կլինի չգիտենք բայց կա այսինքն քաղաքական որոշում կա նաև սրա մասին է խոսում ընդրող ուժի իշխող ուժի նախընտրական ծրագիրը Հետևաբար այս դառնում է ավելի առարկայական, հետևաբար հարցերն են Մոսկվայից դառնում էլ ավելի կոնկրետացնող։ Եվ երկրորդը երկաթգիծը, որի մասին Բայց հետաքրքիր է, որ չգիտեմ, գուցե դա ինձ է այդպես թվում, բայց ինձ մոտ տպավորություն եղավ, որ Մոսկվան, տեսեք, ինչքան սուր է արձագանքով ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցման մասին զրույցներին, որտեղ իմ կարծիքով զրույցներից բացի ավելի լուրջ մակարդակ մենք չունենք։ Ու դրա մասին թե Բրյուսելում, թե Երևանում, թե Մոսկվայում հրաշալի գիտեն։ Հա, գիտե։ Ընդհանրապես չի արձագանքում հայ-ամերիկյան մերձեցման մասին զրույցներ։ Ինչ խնդիր կան։ Թրամփը կնեղանա։ Շատ հրաշալի հարց է, որովհետև ես էլ վերջերս առիթ եմ ունեցել կերելու այդ մասին, որ իրականում զարմացնում են, որ մենք Միացյալ Նահանգների հետ անում ենք իրականում շատ մեծ հետևանքներ ունեցող եւ ռազմավարական բաներ։ Թղթերը, որ ստորագրվել է ԱՄՆ-ի հետ իրական։ Հələ թուղթը որպես ստորագրություն հեչ, բովանդակությունը հենց շատ կարևոր անգամ դարակազմիկ բաներ կան, չէ՞, հաշվի առնելով որ կարող է այդ պայմանագիրը մինչև 100 տարից ցկվել։ Հենց ուղիղ իմաստով դարակազմիկ բայց դրան արձագանքներ չկան առանձնապես շատ ավելի կարևոր բաներ քան ամեն ինչը ինչ մենք անում ենք Եվրոպական միության հետ նաև այդ Եվրոպական միության ներբություններից քան որտեղ իր հետ առնչվելու գործընթացները չափազանց տեխնիկականացված են իսկ Միացյալ Նահանգները դրա հակապատկերն է հենց հարցի մեջ հնչեցված տարբերակը կարծում եմ ամենա իրականության մոտ պատճառներից է, այսինքն ուղիղ հենց Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի հետ ունեցած Կրեմլի կապերը կամ հույսերը, որոնք էլ չափազանց մեծ չեն ու եթե դրանք էլ անվերադարձ վատանան ու կարծես թե այս պահին կոնե ինչ որ կարճաժամկետ հեռանկարում դրան է գնում, այսինքն ոչ թե լավացման հեռանկարներ են երևում ռուս-ամերիկյան հարաբերություններում հենց Ուկրաինայի կոնտեքստում այլ հակառակը էս է սրան էլ է կարող է արձագանքները ավելի սրվեն բայց նաև մյուս պատճառը հնարավոր է որ սրանք այդքան դժգոհություն էլ հենց առաջացնում են Մոսկվայում բայց չես կարող հիմա ասում ես որ այս մյուս բանի համար եմ ես արձագանքում քան այն նրա Թրամփի համար պետք է ստիպված ասես որովհետև վերջին չգիտեմ բայց այս որևէ լավ պատասխան չունեմ ես այդ հարցին դե հասկանալի է որ ենթադրությունների դաշտում եմ որովհետև ոչ ոք մեզ չի բացատրում թե ինչու իրանք ձայն չեն հանում երևի էլի վատ բացատրություն կարող է լինի այն որ այս գործընթացները իրոք
ինչ որ թեև որոշումները կայացված են, բայց թե ինչ տեսք ունենան դրանց իրականացումը շատ սաղմնային փուլում են։ Թե trip-ը, այսինքն ֆիզիկապես ինչ գոյություն կունենա, թեև ինչ որ իրավապայմանագրերի կարող է trip-ին տեսականորել Ռուսաստանն էլ մասնակցել, տեսականորել։ Խոսալու վրա, հա, Էլեն ասաց։ Ու բոլոր այս մեծ ներդրումային ենթակառուցվածքների հանդեպ ես միշտ շատ մեծ սկեպսիս ունեմ, ոչ թե նրա համար թե trip-ը ինչպիսին է, այլ շատ կարելի է գտնել նման միջանցքներ, ճանապարհներ, բառից լավ իմաստով իհարկե միջանցքներ, որոնք հայտարարվել են տարբեր պետությունների մասնակցությամբ եւ թերակղզիների եւ կղզիների իրար կապող, ստորագրվել են ինչ որ մեմորանդումներ, սոնսոտ լավ ես մի քանի 100 միլիոնը կտնենք սարքեն, մեկ է մի 5-10 տարի հետո լրիվ նույն ծրագիրը նորից է հայտարարվում, ասես բան նախորդը ինչ եղավ։ Սրանք որովհետև ենթադրում են շատ մեծ դերակատարների եւ գործոնների համընկնում, այսինքն ամեն ինչ պետք է հարթ գնա, որ սա տեղի ունենա։ Հարևանությունում մեր ամեն ինչ այդքան հարթ չի գնում։ Դե հա։ Մեծ գումարների հենց Ամերիկայի ձեռքով մեծ գումարների մասին է խոսքը, որը դժվարություններ առաջացնում է, այսինքն կարող է ներդրող բանկերից մեկը, որից կենսականորեն կախված է ծրագիրը, դրա մայր պետությունը այդ բանկի ունենում է ինչ-որ մի ճգնաժամ, որը արդեն ֆինանսական առաջնահերթությունները փոխում է, օրինակ։ Ու դրան գումարվում են նաև ինժեներական պարտությունները։ Լավագույն ցանկությունների դեպքում գնացեք մեղրի տեսեք աշխարհագրությունը ու անգամ մասնագետ չլինելով իհարկե ես հիմա շատ վատ եմ զգում որ մտնում եմ այդ դաշտը առանց այդ դաշտից լավ հասկանալու բայց կարծում եմ որ եթե դուք եղել եք Ագարակ համայնքում ու տեսել եք այդ լեռները ու գիտեք որտեղով է անցնում այսօր Նռնաձոր Ագարակ ճանապարհը դրա լայնությունը Արաքս գետին դրա մոտությունը իրանական սահմանը ռուս սահմանապաների ուղեկալները եւ այլն առնվազն ինժեներական պարտությունների մասին որևէ պատկերացում կարելի է կազմել։ Հա, քանի որ այս անորոշությունները շատ են, կարելի ուղղակի սպասել տեսնել ինչ է լինում։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում էր, պարոն Միշուստինի հետ հանդիպմանը, էլի ես ուղղակի հիմա եթերում ներողություն եմ խնդրում, չեմ հիշում թե ով էր հարցազրույցում նշել, էլի ռուս քաղաքական գործիչներից մեկը, որ առաջարկել էր, էլի բարձրացվել էր հարցը Հայաստանում մենք էլ ատոմային կայան կառուցենք, այսինքն սա այն բանից հետո, երբ որ արդեն մենակ խոսել էին Ամերիկայի հետ, այսինքն այդ գալիս է այդ ձեր ասած ատոմային գործակալության Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն էլ էր այդ իր այցի ժամանակ, եթե չեմ սխալվում, նախորդ տարվա սկիզբ թե այն տարի այդ հարցը այնտեղ բարձրացվել էր ու մեր կողմից է եղել էր արձագանք, եթե չեմ սխալվում փոխնախարար արտգործ փոխնախարարի մագարտակով, որ մենք ման ենք գալիս լավագույն տնտեսական առաջարկը, որը լինի, դա էլ կլինի։ Հասկացա։ Լավ, ու պաշտոնական դիրքորոշումն էլ մնում է հիմա այն ու երբ որ այս հարցը առաջանում Միացյալ Նահանգների հետ, որ այս պայմանագիրը կնքեցինք, համապատասխանում ենք Միացյալ Նահանգների էներգետիկ ակտի 123 կետին, որը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին ներգրավել ատոմային համագործակցության մեջ պետությունները, պատասխանը կամ դիրքորոշումը առնվազն այն ժամանակային էր, որ դա չի նշանակում, որ արդեն ընտրված է ու պետք է անենք, սա անում ենք, որ եթե այն պահին պարզ լինի, որ Միացյալ Նահանգներն են հաղթող կողմը եւ տնտեսական լավագույն տարբերակը, ապա ժամանակ չկորցնենք այս թղթաբանությունը անելու վրա, հա, որովհետեւ տեսեք, այս մի 6-10 տարի տևում է ատոմակայանի կառուցումը 36 թվականին գործողը արդեն պետքա շահագործումից դուրս գա։ Մենք արդեն գրեթե 27 թվական ենք հասնում, այսինքն որոշումը պետք է կայացվի շատ շուտ, երևի առաջիկա մի տարի, 2 տարվա մեջ, որպեսզի նեղծերը ծերին հասնի նրա շահագործումից դուրս գալ եւ նորի շահագործումը։ Դե հա, մարդկա ասում է անգամ իսկ ինչու ընտրել, ինչու երկուսի հետ էլ չհամագործակցել, բայց դա ես էլ եմ ծանոթ այդ կարծիքին, որը շատ եթե լինի, եթե քաղաքականապես դա հնարավոր լինի, ես շատ ուրախ կլինեմ։ Այո, իհարկե։ Ես այն ինչ որ դուք ասացիք, այդ Հայաստան-Ռուսաստան։ Ողջույններ Հրանտ Խաչատրյանին։ Այո, դա միցակ հայացք էր կողքից։ Երևանից հաճախ
այս ամեն ինչին։ Կա ավելի նեղ հայացք, ես կասեի, ու փորձենք հիմա հասկանալ որքանով է ձեզ այդ հայացքը աղճատված ներքին հույզերով, որովհետև կա, չէ, տեսակետ, որ այդ տեսեք Սամվել Կարապետյանի ձեռքից, երբ որ կառավարությունը վերցրեց հեծը, պետականացրեց եւ հիմա հետապնդում է ռուսամետ, չգիտեմ դա ինչ է նշանակում, բայց ռուսամետ գործիչներին, եւ սա պարզապես զայրացնում է Ռուսաստանի կառավարությանը եւ սա հասարակ տենց ռևանշ է Հայաստանի կառավարությանը իր մարդկանց տեղում նեղացնելու համար։ Չեմ բացառի, բնականաբար այդ գերգռիչները կան ու իրենց ազատությունը ունենում են, բայց չեմ կարծում, որ այդ գերգռիչները կարող էին պատճառ հանդիսանալ այս ճգնաժամի խորության։ Իրենք կարող են ինչ-որ էպիզոդիկ նշանակություն ունենալ, որոշակ իմպուլս հաղորդել։ Հա, բայց դրանք են, այսինքն այդ Այստեղ մի հատ բան պետք է անենք, հա, շկալա պետք է սարքենք, թե Ռուսաստանը որ դերակատարին է ավելի իր համար մոտիկ համարում, որովհետև նախկինում էլ ընդդիմադիր գործիչներ, Սանդրակ կներեք, հետապնդումների ենթարկվել ու մասին խոսում էին որպես նախագահ Պուտինի մոտիկ ընկերոջ, բայց բնավ նման ճգնաժամ չունեցանք։ Հա, էլի ունեցել ենք ինչ-որ խնդիրներ այդ ժամանակ, որոնք օպերատիվ մակարդակում լուծվել են, բայց առնվազն այս խորությունը չեն ունեցել։ Հա, ուրեմն ինչ-որ բաներ, հա, այս նոր ուժերի հանդեպ հետապնդումները իրենք շատ ավելի կարևոր էին, քան մոտ ընկերները, հա, ու հիմա դրա համար չեմ կարծում, որ դա լինի պատճառը, էլի սարող հանգամանք այո, բայց շարունակեմ պնդել, որ հիմնական բեկումնային խնդիրները այդ ԵՄ-ԵԱՏՄ-ն է եւ երկաթգիծը։ Շատ լավ, մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր հնարավորությունների սահմանում թերևս այդպես տպավորություն է ստեղծում, փորձում է հարցը լուծել ընտրություններից հետո մենք տեսանք այդ Ռուսաստան, մենք տեսանք հեռախոսազանգ Վլադիմիր Պուտինի հետ եւ դատելով արդյունքներից պարոն Փաշինյանին ասել են ոչ։ Չնայած որ պարոն Փաշինյանը դա հերքում է բնականաբար։ Ինչ գործ, այսինքն ուզում հասկանամ տպավորություն է ստեղծվում, որ հիմա Հայաստանը ինչ էլ անի, հետադարձ ճանապարհ չկա, որ Ռուսաստան որոշումների սկսել է, հա, ինչ որ խաղ, պայմանական խաղ եմ ասում, հա, ինչ որ որոշումների շրջանակ է սկսվել, որոնք արդեն գործարկվել են, էլ հետ դարձ չկա, ինչ էլ անի Հայաստանի կառավարությունը, թե ըստ ձեզ դեռ կան պատուհաններ, որտեղ ամեն օրը ավելի շատ է վնասում տնտեսության։ Դե գնալով այդ պատուհանները փոքրանում են, հա, կարծում եմ, որ ակնկալվող Ռուսաստանի կողմից Հայաստանի քայլը այս եթե պնդում եմ, որ այս երկուսն են պատճառը, ապա հետ քայլ անելն է այդ Եվրոմիության անդամակցության նպատակից մի նախադասություն, հա, ասա ոչ մենք չունենք այդ ոչ թե երբ որ լինի այդ հարցը նոր, այլ չէ, չունենք մենք այդպես նպատակ, որը իհարկե երկփեղկված է այդտեղ իշխող ուժը, որովհետև հենց ինչ որտեղ անգամ երրափեղկված, որովհետև այդ պայմանագիրը սոցիալական կոնտրակտը եղել է ընտրողների հետ, որովհետև դա Քարոզարշավի հիմնասյուներից էր, կա հարաբերությունների խորացման իշխանության լեգիտիմության մի արտաքին լեգիտիմության զգալի մասը նաև Եվրամիության վրա է հենված, չէ՞։ Դժվար է լեգիտիմություն կոչել, այդ մի քիչ ավելի մետաֆիզիկական երևույթ է, աջակցություն, հա, բայց այդ երրափեղկումներից երկրորդը, որ նկատի ունեի, այն հարաբերությունների եւ հանձնառությունների խորությունն է, որը Եվրամիության հետ արդեն կա։ Այսինքն դրանից հետ քայլը, բայց ստեղ էլի այդքան էլ հետ քայլ չի, որովհետև ոչ Հայաստանից, ոչ Եվրամիության որևէ կետից գործընթաց եւ խոսք է եղել Հայաստանի անդամակցության մասին։
մեծացում եւ այլն, խորացում հարաբերությունների եւ հոմանիշների մի ամբողջ շարք, բայց ոչ անդամակցություն, որպես գործընթաց, այլ ոչ թե որպես ինչ-որ երազանք։ Հետևաբար այստեղ չեմ կարծում, որ այս փաստարկները լսել, որ եթե Հայաստանը Պարսանը ասի մենք այդպեսի նպատակ չունենք, բա եվրոպացիք դա ոնց կընկալեն, վստահ եմ շատ նորմալ, որովհետև իրենք էլ չնակենկալում Հայաստանին Եվրամիությունում միջնաժամկետ, եթե ոչ երկարաժամկետ հեռանկարում, ու նաև այս խոսակցությունները կարելի է շատ հանգիստ ունենալ ու ասել թե այս հայտարարությունն ենք անելու, ինչի համար ենք անելու, որովհետև 2 ամիս առաջ կարծեմ ես Բրյուսելում էի ու եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում դեղից էլ էինք անգամ մենք լսում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամացումը որևէ մեկի շահերի չի բխում։ Այսինքն այնպես չի որ Եվրամիությունից խրախուսում են գնացեք վատացրեք ձեր հարաբերությունները, մենք ձեր մեջ ենք։ Հայաստանից իդեպ էլի կա, չէ՞, կան մարդիկ որ կարծում են որ հատուկ է անում Եվրամիությունը, որ ինչ է անում է դա Եվրամիությունը։ Որպեսզի Հայաստանը շահագրգռված է արևմուտքը, ահա, որպեսզի Հայաստանը շատ վատ հարաբերություններ ունենա Ռուսաստանի Դաշնության հետ։ Արևմուտքը շահագրգռված է, որ Հայաստանը չլինի ռուսական ազատության գործիք, բայց բերել Հայաստանին, եթե Եվրամիության մասին ենք խոսում, Եվրամիությունը ինստիտուտ է, կազմակերպություն է, որի անդամակցությունը ենթադրում է իրավունքներ եւ պատասխանատվություններ երկու կողմերից էլ։ Եվրամիությունը չունի ցանկություն վերցնելու Հայաստանին փրկելու պատասխանատվությունը իր վրա։ Այս հարցը շատ հետաքրքիր է, որովհետև երբ որ խոսվում է արևելյան գործընկերության հետ սովետական տարածքի մոխրագույն գոտու ինչ երկրներ ուզում եք անվանեք, անդամակցության կամ եվրոպականացման հեռանկարների մասին, միշտ խոսակցությունը հատկապես կարծում Վրաստանում է շատ եղել, թե ինչ կշահի այդ պետությունը դա անելուց, այ որ դառնանք Եվրոպայի մաս, տնտեսական վիճակ, անվտանգություն, չգիտեմ ինչ, այս բանը։ Բայց Բրյուսելից էլ հարցնում են, մենք ինչ ենք ստանալու։ Որովհետև այս պետությունները սոցիալ-տնտեսական խիստ ցածր մակարդակ ունեն համեմատած Եվրամիությանը, ու ես պետք է, այսինքն մտածեք որպես պետություն, թեև ես որպես ցեղական լինելով ինձ հակառակ բան կասեմ հիմա, որ դու պետություն ես ով իհարկե ուզում է ունենալ ինչ-որ հարուստներ եւ բիզնեսմեններ ու քեզ ասում են գիտես ինչ, արի քեզ տանք մի այսքան տոկոս սոցիալական աջակցության վրա նստած մարդկանց։ Ինչի համար։ Ու շատ քիչ բան կա, որ այս պետությունը իրոք կարող են առաջարկել Ռուսաստան արևմուտքին որ աշխարհի քաղաքական մասով, հա, բայց Եվրամիությունը էլի կրկնում եմ, շատ տեխնիկական, բյուրոկրատական ինստիտուտ է, հա։ Եթե այստեղ ֆրանսիական ռազմաբազա տնելու մասին կամ բրիտանական ռազմաբազա տնելու մասին խոսք գներ, հա, դեռ կարող ենք ավելի ինչ որ այս աշխարհի քաղաքական մեջ շախմատի մասին խոսել։ Այստեղ Ուկրաինան է տարբեր։ Հիմա Ուկրաինան ասում է, բան էլ դուք պետք է ինձ ուզենաք կամ որովհետև ես բերում եմ Եվրոպայի ամենամարդունակ բանակը, ամենապատրաստված բանակը, Բայց չի խափում։ Չէ։ Չէ, իհարկե չի խափում։ Միակ բանակն է ամբողջ Բալկանները հանած եվրոպական մայրցամաքի, որ այս տիպի ժամանակակից մարդի փորձ ունի, հələ Բալկանները ներառյալ, այնտեղ էլի ինչ որ 90-ականների իրենց պատերազմը, մի խոսքով չմարանանք դրա մեջ, բայց այնտեղ էլ ուրիշ հարց է առաջանում, Ուկրաինայի դեպքում թեմայից շեղվեցինք մի քիչ, բայց Ուկրաինայի դեպքում էլ հարցը ինստիտուտի ամբողջ փոփոխությունն է, որովհետև այնտեղ որակական մեծամասնության քվեարկություն կա Եվրոպական միության խորհրդում, որի մեջ կարևորություն է տրվում, այսինքն ամեն երկրի քվե դարակշիռը որոշում է նաև բնակչության հաշվին։ Եթե գալիս է Ուկրաինան իր 40 միլիոն բնակչությամբ, ապա ներ եվրոպական բալանսը քվեարկությունները ամբողջովին կարող է խախտվել։ Այդ բնականաբար մեծերը չեն ուզում։ Հա։ Որտեղ արդեն ինչ որ լեհական սկանդինավյան ուղղությունը կարող է շատ ավելի։ Իսկ Եվրամիության հետ ամեն ինչ շատ ավելի բարդ է, այնպես չի որ սենց հաճախ Հայաստանից Եվրամիությունը որպես մեկ կենտրոն են, չէ՞։
ընկալում, որպես մեկ պետություն են ընկալում։ Նորմալ է, բայց շատ հիաստապեցնող է, երբ որ Բրյուսելում ես փորձում ինչ-որ բաներ քննարկել, որոնք կարող են լինել Հայաստանի օգտին, բայց կարող է ամենապոպուլյար գաղափարը չլինի, բրյուսելյան ինստիտուտները միշտ քեզ ուղղորդում են դեպի անդամպետություններ, դե ասում են դե այդ մեր ոլորտը չի։ 27-ի հետ գնացեք համաձայնեցրեք, հենց համաձայնեցրեք, խնդիր չկա։ Շատ լավ, այ նշեցիք Եվրամիության հետ ոնց որ կարծես թե այդ քայլը անելը այնքան էլ բարդ չի։ Երկրորդ քայլը ոնց հասկանում եմ RЖD-ի հետ պետք է կապված լինի։ Բայց ես, չգիտեմ, հուշեք, եթե ես սխալ եմ, ես չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետությունը ինչ որ բացասական լուրջ քայլեր արած լինի այդ ուղղությամբ։ Թե ես տարեսկզբից սկսեցին հնչել հայտարարություններ այն մասին, որ Հայաստանի, տրամաբանությունը հետևյալն է. եթե Հայաստանը ունի երկաթգծով հարևաններին կապվելու կարիք եւ այդ համակարգը կարիք ունի ներդրումների, որը շահագրգիռ կողմերից են արևմտյան տերակատարները, մասնավորապես Եվրոպական միությունը, ապա ռուսական պետական կառույցի լիզինգը խնդիր է առաջացնում, այսինքն եվրոպական գումարը չի գնա այնտեղ, որտեղ կա ռուսական սանկցավորված սուբյեկտ։ Ու այս խնդրի մի մասն է, երկրորդ մասը է, որ հələ իրավական քաղաքական բնույթի է, այնտեղ ինչ որ խաղալու տեղեր, կոպիտ ասած, հնարավոր է երևի թե գտնել։ Թեև արդեն այս խնդիրը այնքան աղաղակվել սրա մասին, որ արդեն սկանդալը ձևավորվել, այսինքն այդ տաք երման բան է դառել, որ չսա ռուսականը իրեն մոտենալ չի կարելի։ Եվ երկրորդ հարցը շատ ավելի պրակտիկն է, որ եթե կա ապաշրջապակման հեռանկար, ապա գործող երկաթգծի ցանցի այն հատվածները, որոնք Հայաստանում պետք է կապվեն սահմաններին։ Ու առաջարկ արվեց հարավկովկասյան երկաթուղիներին դա արագ անելու, որը կարծես թե չի արվում։ Այսինքն ոչ, չգիտեմ, կարողությունը թե ցանկությունը, նաև այստեղ հաշվի առնենք քաղաքական չցանկությունից բացի պրակտիկ խնդիրները, որ այս կազմակերպությունը ունի, լինելով դուստր ռուսական երկաթուղիներին, ռուսական երկաթուղիները հիմա պատերազմի պատճառով ռուս-ուկրաինական, քանի որ աշխատում է ամբողջ մեքենան օգուտ պատերազմի, այսինքն վնասներով, ունի հսկայական պարտքեր եւ ինքն իր համար փող ունենալու խնդիր, կոպիտ ասած, որ մի հատ էլ ներդրում կատարի այստեղ, որը այստեղ չխորանամ դրա մեջ, բայց կան ինչ որ լոգիստներ, երկաթգծերի մասնագետներ, որ ասում են, որ անգամ Ռուսաստանի համար դա արդյունավետ չի լինի, որովհետեւ կարող է արդյունքում ինքը սրանից տուժի, բայց ես չխորանամ, ես տնտեսական տրանսպորտային հաշվարկ է։ Այս երկու խնդիրն է՝ սանկցիաներ ու տնտեսական նպատակահարմարություն։ Երբ էս պարզ դարձավ, որ կարող է խոչընդոտ դառնալ Հայաստանի ապաշրջապակման տեսանկյունից, Հայաստանի իշխանությունները սկսեցին խոսել այն մասին, որ եկեք որ ոչ մեկ չնեղանա, վաճառենք սա Ռուսաստանի համար ընդունելի մի հատ այլ երկրի, Էմիրատներ կամ Ղազախստանը մի քիչ ավելի առարկայական կարծես թե քննարկվեց, հաշվի առնելով հատկապես երկու հանգամանք, մեկը այն որ Ղազախստանը ունի երկաթգծային կարողությունները, որը Հայաստանին անհրաժեշտ են արտադրողականության, այսինքն սարքի ինչ-որ բաներ ու ներդնի այստեղ, նաև համակարգն է նույնը սովետական, եւ այն, որ եթե այս երկաթգծի ռազմավարական տեղադիրքը արևելք-արևմուտքն է, այսինքն միջին միջանցքը կամ այդ global gateway-ը եվրոպական, ապա դրա մեջ է մտնում նաև Ղազախստանը։ Այսինքն Ղազախստանը ուղիղ շահագրգռված է, որ այստեղ աշխատեն այդ արևելք-արևմուտք ուղիները։ Որը իհարկե Ռուսաստանը դիտարկեց որպես իր ոչ հարգալից այդպես սևակերպենք։ Եվ վերջին հարցս, քանի որ մեր ժամանակը մոտենում է ավարտին, հարևան երկրների վերաբերյալ։ Մենք գիտենք, որ տարածաշրջանը շատ փոքր է եւ շատ թեթև կողքից փրշտոց ազդեցությունը միանգամից հետք է թողնում։ Ադրբեջանը կարծես բավականին լուր է հետևում այս ամենին, բայց ինքն էլ ունենալու որոշակի խնդիրներ Ռուսաստանի հետ։ Թուրքիան առհասարակ որոնք կարծես թե հարթում են, որոնք կարծես թե հարթում են, այ իրենք այս ամեն ինչի մեջ ինչ որ ձևով կան,
թե սա մաքուր հայ-ռուսական խնդիր է։ Հայաստան-Ռուսաստան, որովհետեւ նաև չհակասեն հարցին, քանի որ փրշտոսների փոխազդեցությունների համակարգում, ամեն ինչ որ մասով անխուսափելիորեն փոխկապակցված է, բայց կարծում եմ, որ այս գործընթացը գերազանցապես երկկողմ եւ պետք է լուծվի երկկողմ։ Կարծում եմ, որ չեմ տեսնում այլ կողմերի, մանավանդ որ այլ կողմերը կարող են լուծել, եթե ասեն այն վնասները, որոնք դու կրելու ես, մենք ենք Էլի վերադառնանք ներ Երևանյան միֆերին, որտեվ կա չէ նման կարծիք էլ, որ Ադրբեջանը ինքը շահագրգռված է, որպեսզի Ռուսաստանը ունենա որքան հնարավոր է փոքր դեր տարածաշրջանում, ինչը տրամաբան է։ Հայաստանի ձեռքով դա արվում է, թող այդ վնասները Հայաստանի գլխին կոտրվի։ Եթե գնանք հիպոթետիկ դաշտ, որ այդպես է, ապա կարծում եմ, որ այս պահին Ադրբեջանը պետք է հանդես գար նախաձեռնությունների շարքով, պատրաստակամություն հայտնելով ներկրել հայկական արտադրության ինչ որ բաներ, կարծում եմ, որ քննարկումներ լավ տպավորություններից չեմ հիշում կոնկրետ, դրա համար չեմ ասի, պետք է խոսակցություն կներ շատ ավելի առարկայական Հայաստանի էներգետիկ շուկայի դիվերսիֆիկացիայի, որովհետև չմոռանանք, որ այս տարվա վերջ հաջորդ տարվա սկիզբ Գազպրոմի մատակարարվող գազի սակագինը ենթակա է վերաբանակցման, ու եթե այս հետագիծը ճգնաժամի շարունակվի, ապա հնարավոր է, որ այդտեղ էլ ոչ հաճելի մեղմ ասած լուրեր ունենանք, ու եթե անգամ տեսեք տնտեսական դիվերսիֆիկացիան, թեև կարծում եմ, որ այն ինչ տեղի է ունենում Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների արտադրողների հետ նախադեպը չունեցող ճգնաժամը մեր համար, բայց եւ այդ անգամ հաշվի առնելով սրանից ինչ որ լուծումներ կան, չափազանց ցավոտ լուծումներ, տարիներ տևող լուծումներ, մեծ կորուստների գնով, մեծ ֆինանսական բեռի գնով, այնտեղ աշխատատեղերի կրճատման հազարումի էներգետիկ դիվերսիֆիկացիան եւ էներգետիկ սանկցիաները, եթե անգամ դա չլինի սանկցիայի տեսքով, այլ տարիֆի մեծացման տեսքով, շատ ավելի դժվար հաղթահարելի են։ Հայաստանի այստեղ նախ եւ առաջ կա աշխարհագրության հարցը, վերջի հաշվով Ծիրանդ ինքնաթիռով Ավստրալիայել կտանես, չգիտեմ ինչ, մի սառնա շատ թանկ կանես։ Բայց էներգետիկ աշխարհագրությունը շատ ավելի բարդ է։ Ու այստեղ մեր դիմակայունությունը վախենամ շատ ավելի անդիմակա է, հետևաբար այս հարցերին պատրաստվել ու վերադառնալով այդ պատուհանին հետ քայլերին կամ հարցը լուծելու ձևերին, կարծում եմ, որ այս բառախաղային պոլեմիկան, որի մեջ հիմա մենք կանք, կանենք, բայց երբ կանենք այդ հանրաքվե եւ այլն բան, կարծում եմ, որ այդ բավական չի լինի այս հաղթահարելու համար, էֆեկտիվ չի լինի, ու եթե կա վախ, որ արդարացիորեն կա պետք է լինի ցանկացած իշխանության մոտ լեգիտիմության առումով, որ չանի ինչ-որ ոչ պոպուլյար բան, թեկուզ արտաքին հարաբերությունների մեջ, որը իր դիրքերը կարող է թույլատրել երկրում, ուղիղ էստեղ ասած ինչ-որ Ռուսաստանին բավարարող բան անի, իհարկե որևէ դեպքում խոսք չի կարող գնալ Հայաստանի ինքնիշխանության հաշվին դա անելու մասին, կարծում եմ հիմա հենց ընտրություններից ունեցած ռեսուրսը սրանից լավ որևէ այլտեղ չկա ծախսել, այսինքն լեգիտիմություն ունես, արա ոչ պոպուլյար բաներ, որոնք անհրաժեշտ են։ Ինչքան ժամանակը գնա, այդքան ավելի շատ ոչ պոպուլյար բաներ ես դու ստիպված անելու, որպեսզի իրավիճակը շահի։ Կարծում եմ, որ Ռուսաստանում հաշվարկը առնվազն հետեւյալն է, ինչ ենք սա անում։ Բացի այս իմ ասած երկու ուղղությունները կանխելու, այսինքն Եվրասիականից դուրս գալու, ռազմավարական ենթակառուցվածքները վնասելու, շահերը վնասելու, երրորդ նպատակը երևի թե Հայաստանի ընտրողների մոտ
իշխանության հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխության գալն է, այսինքն հակաիշխանական տրամադրությունների ձևավորումը։ Ստեղծել մի իրավիճակ, որտեղ կա սոցիալ-տնտեսական ճգնաժամ, առնվազն այս գյուղատնտեսական ապրանքների մասով, նաև այն ինչն է հուշում, որ սա կարող է լինել նպատակ, այս այն ոլորտներից է, որ շատ մեծ թվով մարդիկ են այստեղ աշխատում։ Այսինքն դու կարող ես մի մրգի վրա սահմանափակում տնելով մի քանի հազար ընտանիքի համար խնդիր ստեղծել։ Մասշտաբի էֆեկտը կա։ Ու հետագայում, երբ որ լինի ինչ-որ մի հնարավոր է հանրաքվե, ցույց տալ, որ այ տեսեք ձեր հանրաքվեն սրա մասին է։ Հիմա ուզում եք այդ Եվրամիությունը, թե ուզում եք, եթե ուզում եք այդ Եվրամիությունը, արդեն տեսակ համը թե ինչ է լինելու։ Եթե դա էլ չաշխատի, Հայաստանը ինչ-որ մի օր նոր ընտրություններ կունենա եւ հույս ունեմ, որ այս բաները կարող է հիշվեն։ Շարունակենք հետևել process-ներին, ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիք։ Մեր հյուրն էր քաղաքագետ Նարեկ Սուքեսյանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։